Եթե ինչ-որ մեկը քեզ ասում է, որ գոյություն ունի հավելում, որը կարող ուղղակիորեն էական ձևով քո մկրային աճի process-ը արագացնի, այս մարդը քեզ խաբում է ու ուղղակի փորձում է քո վրա բան ծախի։ Կրեատին, L-ցիտրուլին, L-կարնիտին, չգիտեմ, վիտամիններ, միներալներ, սրանցից ոչ մեկը ոչ մի էական ձևով չի արագացնելու քո մկրային աճի process-ը։ Միակ հավելումը, որին մտքին գալիս է, դա պրոտեինն է, դա էլ մենակ այն դեպքում, եթե դու բավականաչափ սպիտակուց չես ստանում սննդից, որտեղ եթե դու արդեն ստանում ես սննդից բավականաչափ սպիտակուց, հավելյալ պրոտեինի փոշի օգտագործելը ոչ մի հավելյալ օգուտ չի ունենալու։ Բան չունեմ ասելու, որոշ հավելումներ կարան օգտակար լինեն, օրինակ կաֆեինը կարա քո մարզման որակը բարելավի, հատկապես եթե դու արդեն հոգնած ես, ու սրա հաշվին դու կարաս ավելի ինտենսիվորեն մարզվես ու ավելի շատ մկրային աճի ստիմուլ առաջացնես, բայց ինքը իրանով մկրային աճի մեխանիզմի վրա ոչ մի ձևով չի ազդում, ու այս նույնը վերաբերվում է բազմաթիվ այլ հավելումների։ Երևի ամենատարածվածը կրեատինն է, որ մարդիկ մտածում են ինչ-որ կախարդական ձևով մկրային աճը արագացնում է, բայց էսի ընդհանրապես տենց չի ու կրեատինը ոչ մի ձևով մկրային աճի վրա չի ազդում։ Հավելումները որոշ դեպքերում կարան շատ օգտակար լինեն ու ես ինքս օգտագործում եմ տարբեր հավելումներ, բայց կարևոր է հասկանալ, որ սրանք այդ այսբերգի ամենածերն են։ Քո պրոգրեսի մեծ մասը միևնույնն է գալու է նորմալ սնվելուց, նորմալ քնելուց ու ճիշտ մարզումներից։